Մենք կանգնած ենք նույն վիճակի առաջ, ինչ 1800-ական թվականներից 15-րդ դարից մինչտեղները գերմանական ժողովուրդներ։ Ինչ էր կատարվում գերմանական ժողովրդի հետ։ Գերմանիա չկար միավորված, ինչպես չկա հայկական քաղաքական դաշտ։ Ես այս մասին կարճ վիդեո եմ արել ցերեկը, բայց ես հիմա ավելի դիպուկ, ավելի լայն ասել։ Սրա համար է այս ամբողջ հաղորդումը։ Եթե հիմա մենք չհասկանանք այս ֆորման, մենք չկիրառենք, մենք շատ դժվարությունների մեջով ենք անցնելու, անիմաստ, որ կարող ենք կրճատել, մոնտաժանել այդ ժամանակը։ Գերմանիան նման է, այն ժամանակվա Գերմանիան նման է այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտին, որը բսկտված է մանր-մունր կուսակցություններ, ինչպես մանր-մունր քաղաքպետություններ, թագավորություններ։ Եվ Բիսմարկը, որը ազնվական ընտանիքում էր մեծացել, ծնվել, որը լավ ռազմական կրթություն է ստացել, ջելոս դեսպան ա եղել նաև Ռուսաստանում, շատ լավ գիտեր ռուսներին։ Ինքը հասկանում է, որ այս հարցը պետք է լուծել։ Ոնց միավորել գերմանական թագավորներին փոքր, եթե նրանք մոտիվացված չեն, եթե նրանք չեն հասկանում ինչի է պետք միավորվել։ Զինվորականը հասկանում է, որովհետև ինքը զինվորական գործ է իրականացնում, հասկանում է, որ մեծ զորքը ավելի կարևոր, ավելի արդյունավետ է կրվում, քան փոքր առանձին։ Իսկ այն ժամանակվա տարածաշրջանի ամենահզոր ուժը տարածաշրջանի դա Ֆրանսիան էր, Նապոլեոնի թողած Ֆրանսիան։ Եվ ինչ է անում Բիսմարկը։ Մի հատ փոքրիկ պատերազմ է ստեղծում իրավիճակ հենց Դանիայի հետ։ Եվ կարողանում է փոքր համախմբում իրականացնել, դե Դանիան ավելի փոքր է։ Մի քանի թագավորի համոզել, որ այդ կողմի վրա են ապրում, հա, որ դուք ձեր հիմա միավորումը պետք է այս թշնամուն դիմագրավելու համար, հաջողությամբ կանենալ։ Հաջորդ իրականացնում է նույն ձև Ավստրիայի նկատմամբ։ Ավստրիայի կողմի ով թագավորներ կան, հա, էլի sense պրովոկացիաների արդյունքում ունեց անում, որ այդ թագավորներն են միանում։ Հետո մի հատ այտենց բան անում ամենամեծ ռիսկ իր կյանքի մեջ, երևի Ֆրանսիայի նկատմամբ նման պրովոկացիա իրականացնելն էր։ Հիմա ես չեմ ուզում մանրամասների մեջ խորանալ, թե դա ոնց արեց, բայց դա արեց։ Ֆրանսիայի դիմաց, եթե չկանգնեին ամբողջ թագավորական ընտանիքները, չմիավորվեին, չէր լինելու հաղթանակ, եւ Ֆրանսիան հերթական անգամ ուղղակի կջնջեր ավելի կգներ։ Եվ Բիսմարկը կարողանում է դա անի։ Բիսմարկը հասնում է նրան, որ թագավորները ինչ են անում։ Իրանց զորքերն են տրամադրում։ Ընդհանուր գործի համար զորքերն են տրամադրում։ Բիսմարկն էլ առաջնորդում է եւ հաղթում է։ Այդ ժամանակ էլ ասում ռուսների ստորագրած ոչ մի թուղթ է բանը թղթի արժեքը չարժի։ Միջելուց վերախոսն է։ Եվ դրանից հետո ինքը դա որպես հաղթական թուղթ ներկայացնում հավաքում է բոլորին, այդ թագավորներին, ասում է ձեր ապահովությունը այս ընդհանուր զորքի մեջ է եւ կայսրի Վիլհելմ առաջին։ Դուք էլի ամենը մնում եք ձեր տեղում, դուք եք մի հատ թագավոր, ինքը չի անում իր համար, էլի թագավորն է դնում։ Թագավորները փոքր ընդեղ են, մի հատ մեծ թագավոր բոլորի գլխին, ինքն էլ դառնում է կայսր։ Կանցլերն է ռուսը, կանցլերը։ Ինքն էլ դառնում է այդ ամեն ինչի ղեկավարը, ոնց վարչապետ։ Հետո որ ուզում են իրան արցան են կանգնացնում, բան գովում են, ասում է չէ, ինձ մի գովացեք, որովհետև ինչ եմ արել, ես բան չեմ արել։ Ես որպես ռազմական գործիչ արել եմ ինչ որ ես պետք է անեի։ Շնորհակալություն հայտնեք այն դասատուներին, որոնք դպրոցներում այս մարդկանց գիտելիքներն են սովորացրել։ Մաթեմատիկա, ֆիզիկա, բնագիտություն, որոնք կարողանում են հաշվարկել աչքի, չգիտեմ, արճիճի, ոնց ստանալ պայթուցիկ, այսինքն ավելի տեխնոլոգիապես ավելի հարուստ եւ գրագետ էր գերմանական բանակը, քան ֆրանսիականը փաստացի։ Եվ գերմանական բանակում կրթություն ունեցող, տարաճանաչ գիր կարդացող զինվորներն ու հրամանատարները շատ ավելի շատ են, քան ֆրանսիական։ Ինչքան էլ տարօրինակ լինի, այդ չեմ ասում ռուսականի մասին։ Եվ այսպես 62-ից 71 թիվ ինքը կարողանում է չեղած տեղից տեղի պետություն ու այդ կայսրը հաղթական իր կայսրի կոչումը ստանում է ոչ ավել ոչ պակաս Վերսալում հաղթանակած պարտված ինքը հաղթանակած
Չեղած Գերմանիայի կայսրը, չեղած ինքը հաղթանակած իր պատկերը ստանում է հենց Փարիզի կողքը Վերսալի։ Այսինքն սա ոնց որ այսօր Ալիևը գա ազատության հրապարակում հաղթական արշավան բանանի, հա, պարադանի իր համար։ Որտեղ ազատության հրապարակը մեր համար ինչ է, ինչ որ ֆրանսիացիների համար Վերսալ։ Սա միանգամից չէր կարող լինել, ես մյուս կողմից եմ նայում, եթե ոչ միայն չլինեին այս դասատուները, այլ չլիներ ընդհանուր վիճակը։ Չմոռանանք, որ այդ ժամանակ 71 թվականի երբ որ կարմանը կնքում էին այս կայսրին, ամբողջ 62-ից մինչև 71 թիվը եւ դրանից առաջ կար այնտեղ ամենամեծ հեղափոխականը Գերմանիայում, որը երազում էր միավորված Գերմանիայի համար եւ կռիվ էր տալի։ Դա Վագներն էր, որը երաժիշտ հարով ինքը դիրիժոր լինելով տեղի օպերա դիրիժոր լինելով ինքը բարիկադների վրա կռիվ էր տալիս։ Պարտվեց հեղափոխությունը 48 թվականին, նա ստիպված դառավ փախստական։ Բայց իր ամբողջ ստեղծագործությունը միտված էր, իր ամբողջ լեգենդները հենց դրան էր ուղղված, որ պետքա լինի Միացյալ Գերմանիա եւ ասում էր գրում էր, որ միայն բացառիկ բառացի, ասում էր միայն միավորված Գերմանիայի խելացի ազգային գերմանացին կարող է գնահատել Վագների երաժշտությունը։ Եվ ասում էր, որ որպեսզի մի օր գնահատվի Վագների երաժշտությունը, իր պետքա լինի Միացյալ Գերմանիա եւ կիրթ գերմանացի։ Սա երաժշտության մեջ էր Վագները, քաղաքականության մեջ, ռազմական գործի մեջ Բիսմարկը, բայց չմոռանանք այնտեղ նաև կար Հեգել, Շոպենհաուեր։ Հեգելը իր ամբողջ տեսությունը կառուցեց հետևորդների եւ առաջնորդների հարաբերության վրա, որ ինչքան կարևոր են առաջնորդները եւ ինչքան կարևոր են հետևորդները, որտեղ եթե չկա ճիշտ առաջնորդ, հետևորդները առանց իր ոչ մի բան չեն կարող անել։ Եվ ցանկացած լավ գաղափար առանց հետևորդների ոչ մի բան, եւ հակառակը, եթե կա լավ գաղափար առանց հետևորդների ոչ մի բան։ Մի խոսքով առանց առաջնորդ չկա գործ, առանց հետևորդ գործ չկա եւ առանց գաղափարախոսություն չկա։ Եվ եկան կանգնեցին ամեն մեկ իր տեղը, գտնվեց եւ գաղափարականը, եւ արվեստի մեջ ամեն օր դրան քարոզողը, եւ դա իրականացնող Բիսմարկը։ Հիմա կանք Հայաստան։ Ով է լինելու Հայաստանի քաղաքական Բիսմարկը, որ էս բսկտված, չաչրկված, բազմերես այլասերված քաղաքական դաշտը կփորձի միավորել ինչ-որ գաղափարի շուրջ, ոչ թագավոր լինելու նպատակներով, որովհետև Բիսմարկը չեղավ թագավոր։ Եվ մյուս կողմից, ովքեր են լինելու են ուսուցիչները, որ պետք է կրթեն այդ հետևորդների բանակը։ Մյուս կողմից, ովքեր են լինելու այդ քարոզիչները արվեստի մեջ, որոնք քարոզեն Միացյալ Հայաստանի գաղափարը, առանց որի հնարավոր չի, պետքա լինեն քարոզիչներ, հայքի քարոզիչներ, որպեսզի այս ցիկլը փակվի։ Այսինքն ամեն մի մեխանիզմ իր հերթին աշխատելով ձևավորի եւ տայն արդյունքը, որի արդյունքում ստեղծվեց միավորված Գերմանիա։ Փիլիսոփայություն, արվեստ, ռազմական գործիչ։ Եվ տեսեք, պարտված հեղափոխությունը 1948 թվականին, որ իրանք ընդամենը սահմանադրություն են ուզում, որտեղ սահմանադրությունը եվրոպական բոլոր երկրներում հաղթեց։ 1948 թվականը Եվրոպայի համար դա ճակատագրական թիվ էր։ Բոլոր երկրներում հաղթեց սահմանադրությունը, բայց ոչ այնտեղ մնացին թագավորությունները։ Բայց 48-ին պարտված Վագները ինքը արդեն 71 թվականին ապրում էր միավորված Գերմանիայում, ուներ կանցլեր, ուներ կայսր, եւ իր օպերաները արդեն ազգային օպերաներում էին հնչում եւ կառուցում էր իր Բայրորդի օպերան իր անունով, իր համար, որը կառուցում էր Բավարիայի թագավորը Լյուդվիգը II, որին էլ խեղդեցին փողերը վատնելու համար, հենց իր Բավարիայի լճում։ Ովքեր են լինելու այս մարդիկ, ովքեր են լինելու այդ փիլիսոփաները, որ պետք է տան այդ գաղափարները հայքի,
ովքեր են լինելու այդ քարոզիչները, արվեստի մեջ, то սենց ասեմ էլի, հեղինակություն ունեցող այդ մարդիկ ովքեր են լինելու, որ պիտի հայքը քարոզեն, եւ ովքեր են լինելու այդ ռազմական գործիչները, որոնք դա իրականացնելու են։ Այստեղ մենք ունենք նախադեպ Գերմանիա, որը ասում է դա հնարավոր է, պարտությունը դա վերջը չի, հանձնվելն է վերջը։ Ազգերը չեն վերանում այն ժամանակ, երբ որ պարտվում են, ազգերը վերանում են այն ժամանակ, երբ որ հանձնվում են։ Էլ չեմ ասում, եթե հանձնվում են գաղափարի բացակայության կամ սնանկության պատճառով։ Դրանք վերջն են։ Գրեք, երբ տեսնեմ ինչ եք մտածում, ովքեր են լինելու։ Ուղղակի ես մի բան կարող եմ ասել, որ կան մարդիկ, որոնք դրան լծված են արդեն։ Լծված։ Աշխարհի տարբեր տեղերից։ Սա մեր ավականին է շարժումը։ Որը պետք է մեծանա դեռ։ Մենք պետք է մեր ներկայացություններն ունենանք աշխարհի բոլոր երկրներում ունենանք, բոլոր քաղաքներում ու կունենանք, ու իհետ կորոշենք, ով է լինելու մեր Բիսմարկը։ Կընտրենք, եթե միջև այդ Բիսմարկը ինքը իր մասին չհայտարարի, ու մենք դառնանք իր աջակիցները, որովհետև առանց առաջնորդ չկա հեղափոխություն, առանց հետևորդներ չկա հաղթանակ։ Սա է ուզում ասեի։ Այսօրվա համար այսքան։ Լավ մնացեք։